Հիմա կարծես նույնիսկ այդ մարդկանց մոտ, որոնք որ անհանգստացած են տեղի ունեցածով, նրանք էմոցիոնալ առումով հյուծված են, նրանք չեն կարողանում այլևս իրադարձություններին համարժեք արձագանքել։ Այս этаպը ինչպես է պետք հաղթահարել։ Ճիշտ եք ասում, դա իրոք շատ կարևոր գործ է եւ այստեղ եւ իշխանությունները եւ հասարակությունը եւ ազգային էլիտան ընտրանին անելիք ունի, շատ մեծ իհարկե, եւ դա էր երևի թե դրդապատճառներից մեկը, որ մենք որոշեցինք հայոց տուն հիմնել, չնայած գաղափարը հնուց է գալիս է Շահամիրյանի որոգայք փառածից, որը Մադրասում Հնդկաստանում գրել էր այդ առաջի փաստորեն կոնստիտուցիաներ, սահմանադրություններ հայերի, չնայած պետություն չկար, բայց սահմանադրությունը գրվել էր։ Գաղափարը հետևյալն է, որ հայոց տունը պետք է հավաքի, միավորի այն ունակ, այն զարգացած, այն մարդիկ, որոնք իրենց ասպարեզում հասել են որոշակի հաջողությունների եւ մարդիկ, որոնք ասենք չեն ձգտում իշխանության, նրանց նպատակը իշխելը չի, այլ պատասխանատու մտահոգ հայերի Սփյուռքից, Հայաստանից, կարևոր չի որ միայն Հայաստանի, Արցախից, որտեղից որ լինեն, մարդիկ, որոնք պատրաստ են օգնել, պատրաստ են հասարակությունը հանել այս ճգնաժամային վիճակից եւ պատրաստ են նաեւ օգնել իշխանություններին, եթե դրանք այդպիսի, ասենք, նպատակ ունեն ուժեղացնել Հայաստանը, ամրապնդել պետականությունը եւ առողջացնել, ապաքինել հասարակությանը։